Ես իրականում երբ եմ այստեղ վերջի անգամ եղել, մոտ 3 տարի, 4 տարի առաջ էր, եւ 4 տարի կլինի երևի 2021 թիվն էր, ես հիշում եմ։ Եվ ուրախացա, երբ որ հովիվ մերը զանգեց եւ ասեց, որ այստեղ պիտի ծառայեմ, ես սպասումով էի գալիս, որովհետեւ գիտեմ Տերը բան ունի փոխանցելու, եւ ես ուզում եմ գիտես, որ ամեն անգամ երբ որ դու եկեղեցի ես գալիս սպասումով արիր, որովհետեւ Տերը բան ունի, եւս մեկ քար ունի դնելու այդ մեծ շինության վրա, որը որ կոչվում է Տիրոջ մարմին, եւս մեկ քար։ Եվս մեկ քար։ Մենք այստեղ գիտես, մենք այստեղ շինվում ենք հոգևոր տաճար մեկս մյուսի հետ։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Գիտես ինչի մասին եմ այսօր ուզում խոսել։ Ես այսօրվա թեման, որը որ ուզում եմ խոսել, որը ես բերել եմ այն падգամը, ես խնդրեմ որ միացնեք, ես մի բան եմ խնդրել որ մենք լսենք այսօր կարճ, կոչվում է այսպես. մեկ կաթիլի ուժը։ Այս ռամասն ուզում այսօր խոսանք։ Մեկ կաթիլի ուժը։ Շնորհակալություն։ Այսօր խոսալու ենք սրա մասին։ Ես այսօր ուզում եմ քեզ ցույց տալ, թե երբ որ մենք չենք կտրում կաթոցի դեմը, այնիշ կարող է առաջացնել։ Իրականում այս թեման ծնվել է Աստծուց իմ սրտում, գիտես ինչպես, երբ որ ես մեքենայով մեկ անգամ գնում էի եւ կամուրջի տակով էի անցնում, եւ իմ մեքենայի ակը ընկավ մի փոսի մեջ, ջուրեր ես չի հասկացա որ այնտեղ կարող է փոս լինել։ Եվ երբ որ իմ մեքենայի անիվը հայտնվեց փոսի մեջ, իմ դիմապակու վրա մի կաթիլ ջուր կաթած։ Եվ ես հասկացա, որ այդ փոսը, այդ կաթիլն է արել ժամանակի հետ մեկտեղ։ Կաթիլ գումարած ժամանակ հավասարա փոս։ Եվ գիտես հարց հնչեց իմ սրտում, ինչ ես կարծում, քանի կուբամետր ջուր է կաթացել այդ տարածքի վրա։ Դե չգիտեմ, ասենք X կուբամետր ջուր ժամանակի հետ, երբ որ կաթացել է, առաջացել է փոսը։ Իսկ ինչ ես կարծում, հաջորդ հարցը իմ սրտում հնչեց։ Եթե այդ X քանակության ջուրը անմիջապես շփեին այդ տեղը, փոս կառաջանար։ Ոչ, չէր առաջանա։ Գիտես, մեր թշնամին սատանան հիմար չի, որ բերի մեզ անմիջապես, այսպես ասած, մի վեդրո մեղք շփի մեր դեմքին։ Մենք անմիջապես կսթափվենք եւ կվազենք Տիրոջ մոտ։ Նա հիմար չի։ Նա ինչ անում, կաթիլ այն բերում։ Մարդկանց կյանքերի մեջ, մտքերի մեջ, սրտերի մեջ։ Այսպեսի մի պատմություն եմ լսել, չգիտեմ ինչքանով ճիշտ, բայց այն ինձ դուր է գալիս, այս օրինակը։ Ասում եմ, եթե գորտին վերցնես եւ գցես երման ջրի մեջ, այն անմիջապես կցածկի փախնի։ Բայց երբ որ գորտին դնես սառը ջրի մեջ, իր միջավայրն է, չէ՞ սառը ջուրը, նա սառն է։ Իր միջավայրի մեջ դնես եւ դնես օջախի վրա, կրակի վրա եւ գիտես նա կամած կխաշվի, նա չէր հասկանա որ նա խաշվում է, էփվում է։ Եվ նա այդպես կսատկի այդ ջրի մեջ խաշվելով։ Բայց եթե գցես այդ երման ջրի մեջ, նա կցածկի եւ կփախնի։ Կամած լինում ինչ որ լինում է։ Մեր թշնամին իմաստուն է թանկագին եկեղեցի։ Ինչ պետք է այն արհամարենք, նրա իմաստությունը, նրա խելքը։ Եվ այսպիսով մեկ կաթիլի զորությունը։ Սկզբում ինչպես է լինում շատ հաճախ քրիստոնյաների մոտ։ Ասում է դե մի հատ նայի, մի հայացքցի։ Ուղղակի աշկի տակով անցկացրում։ Օրինակի համար ինչպես է լինում այն մարդկանց համար, ովքեր պայքարել են, հաղթարել են ոգելից խմիչքը, հետո միտք է գալի նայի մի հատ։ Ինչ պետք է լինի, մի հատ նայի։ Օրինակ եմ ուզում բերեմ Առակազգիր 23-րդ գլուխ 31-32 խոսքերը, ասում է մի նայիր գինուն, որ երբ կարմիր է։ Չի ասում մի խմի, ասում է մի նայիր գինուն, որ երբ կարմիր է։ Երբ բաժակի մեջ շողում է, հեշտ է հոսում, գրված է նա վերջում օծի պես կկծի։ Եվ իժի պես կխայթի, երբ վերջում։ Երբ որ ասում է կարտնանամ եւ նորից նրան կփնտրեմ։ Ինձ ծեծում է ես չէի զգում։ Գրված է մի նայիր, սկզբից գալիս է նայելը, մի հայացք գցելը։ Դժվարը մի աշկով նայելն է, մնացած արդեն ժամանակի հարց է։
կաթիլ խմորչի նման սկսում է ներսը խմորվել, երբ որ այդ միտքը գալիս է, երբ որ դա սեփականաշնորհում ես։ Գիտես, Սաղմոս 101:3 ես հիմա մի փոքր հիմք կտնեմ, հետո կանցնեմ քարոզին։ Սաղմոս 101-րդ խոսք։ Գրված է իմ աչքի առաջ չար բան չեմ դնի։ Ատում եմ անօրենությունը, անօրենություն գործողին, թող նա չմոտենա ինձ, այսպես ասում Տերը։ Գրված է իմ աչքի առաջ չար բան չեմ դնի։ Սա որոշում է, թե որոշում չի։ Թե ես պիտի չար բանը դնեմ իմ առաջ, ու աղոթեմ ասեմ Տեր հեռացրու ինձանից այս չար բանը։ Թե գինի պիտի դնեմ իմ առաջ եւ ասեմ Տեր հեռացրու այս գինին։ Մի նայիր։ Եվ որոշումը այստեղ կայացնում Աստծո մարդը չեմ դնի կամ չեմ նայի չար բանին։ Հարցը ցակում իսկ որն է այդ չար բանը, որ չդնեմ իմ առաջ։ Ասեմ, դա դու շատ լավ գիտես քո չար բանը որն է։ Ես շատ լավ գիտեմ իմ չար բանը որն է։ Դամար գիտես, ես ուզում եմ որ այսօր Սուրբ Հոգին խոսա քո հետ։ Եվ մենք որոշում կայացնենք։ Հոբն ասում է այստեղ 31-րդ գլուխ առաջի խոսք։ Գրված է աշկերիս հետ ուխ տարեցի, որ ցանկությունով գույսին չպիտի նայեմ։ Հոբն է խոսում, չկա օրենք, չկա պատվիրան։ Պատկերացնում ես։ Հոբի օրոք։ Սա Աբրահամի ժամանակա շրջանն է։ Եվ ասում է ուխ տարեցի իմ աշկերի հետ։ Սա նույնպես որոշում է։ Եվ հստակ գիտակցում, որ 6-ից 8 խոսքերը թող ինձ արդարության կշերքով կշռի եւ Աստված իմանա իմ կատարելությունը։ Երանի թե բոլորս ունենանք այս համարձակությունը ու կանգնենք Աստծո առաջ ասենք Տեր ինձ քո արդարության կշերքով կշռի։ Ով է ուզում Աստված իրեն, թող այդ համարձակը ձեռը բարձրացնի, խնդրում եմ։ Ով է ուզում որ Աստված իրեն արդարության կշերքով կշռի։ Գիտես որ Աստծո կշերքը արդար է։ Շատ դեպքերում ասում է Տիրոջ առաջ խարդախ կշերքը պիղծ բան է, խարդախություն է։ Եվ Հոբը այստեղ ասում է թող որ ինձ Տիրոջ արդարության կշերքը կշռի։ Երանի թե բոլորս ունենանք այս համարձակությունը։ Ես արել եմ այս աղոթքը։ Որ Տեր կշռի ինձ քո արդարության կշերքով։ Որովհետև գիտես, եթե մենք ուզում ենք մաքուր լինենք Աստծո առաջ, մենք պիտի անկեղծ լինենք նրա առաջ։ Ամեն։ 7-րդ խոսքը ասում է, եթե իմ ոտքը ճանապարհից խոտորել է, իմ սիրտը հետևել է իմ աշկերին, գրված է իմ սիրտը հետևել է ում աշկերին։ Ինչ ասում Տեր Հիսուս, եթե քո աշկը քեզ գայթակղեցնում է, ինչ արա։ Հանի եւ նետի։ Որովհետեւ գիտես շատ հաճախ մարկանց սրտերը հետևում են աշկի տեսածին։ Եվ իմ ձեռքին մի արատ կպել, թող ես սերմանեմ, բայց ուրիշը ուտի, եւ իմ աճեսրածն արմատախիլ արվի։ Հետարքիր աղոթքա, չէ՞։ Սա խիզախ մարդու աղոթքա։ Եվ ես ուզում եմ այսօր երկու պատմություն մենք միասին դիտարկենք եւ այս պատմության մեջ ես քեզ ասելիքս ասեմ։ Ասեմ այն ինչ որ Տերը դրել է իմ սրտի մեջ։ Նահապետ Հակոբի ժամանակներն ասա։ Աբրահամի թոր Հակոբի մասին է խոսքը։ Հակոբը ուներ որդիներ եւ ուներ մեկ աղջիկ, նրա անունն էր Դինա։ Եկ գնանք միասին Ծննդոց գիրք 34-րդ գլուխ առաջ 3 խոսքերը կընթերցենք։ Գրված է. Դինան Լիայի աղջիկը, որ նա ծնել էր Հակոբի համար, ելավ տեսնելու այդ երկրի աղջիկներին։ Այդ երկրի իշխան Խևացի Եմորի որդի Սյուքեմը տեսավ նրան առավ եւ պարկեց նրա հետ եւ պղծեց նրան։ Հետարքիր մի պատմություն։ Աստված կանչել էր Աբրահամին, որ նա այդ Աբրահամի սերունդից ժողովուրդ ստանա իր համար, որին հետո նա պիտի փոխանցեր տալ պատվիրանները, օրենքը, որից պիտի ծնվեր Հիսուս Քրիստոսը եւ որից հետո պիտի շարունակվեր եւ մի մեծ ազգ դառնանք, հավատքի ազգ։ Եվ տեսեք, հետաքրքիր է, նրանք եւ Աստված ասել առանձին եղեք։
Միասին եղեք, չխառնվեք, առանձնացեք։ Գիտես ինչ է նշանակում սուրբ։ Ես գիտեմ, որ ես ինչ է նշանակում սուրբ, կադոշ, առանձնացված։ Եվ նրանք առանձին էին, առանձնացված էին, բայց օրերից մի օր ձինայի մտքով մի բան անցավ։ Գնամ տեսնեմ այս երկրի աղջիկները ինչով են զբաղվում։ Մի աշկով նայեմ, ինչ կլինի, որ մի աշկով նայեմ։ Մի աշկով նայեմ այնտեղ, մի աշկով էլ տանը կլինեմ, պապ ջան։ Եվ նա գնում եւ նայում է։ Սկզբից գալիս հետաքրքրությունը։ Սկսում ես մտածել դրա մասին։ Տեսեք, կաթիլ սկսում է աշխատել։ Մեկ կաթիլի զորությունը սիրելի եկեղեցի։ Հետո ասում ես, հա բայց ինչ պետք է լինի, որ գնամ ու նայեմ։ Օրինակ երիտասարդները սկզբում որ միտք է գալիս, որ ինչ կլինի, որ մտնեմ տեսնեմ ինչ է կատարվում աշխարհում։ Ես քննեմ հեռախոսս կտակ։ Ներկայացնում եմ ձեզ հեռախոս։ Մենք այստեղ ենք հիմնականում զբոսնում։ Ինչ կլինի, որ մի աշկով մտնեմ տեսնեմ ինչ է կատարվում ընդհանրապես աշխարհում։ Ուրիշ երիտասարդների կյանքում։ Ասում է Լիայի աղջիկը, որին ածնես Հակոբի համար ծնեց, ոչ այս աշխարհի համար։ Ելավ տեսնելու այդ երկրի աղջիկներին։ Սկսեց զբոսնել։ Ելավ տեսավ այս երկրի աղջիկները ինչ են հագնում, ինչպես են խոսում, ինչ են ուտում, ինչ են անում ընդհանրապես։ Մենք զբոսնում ենք այսենց։ Եվ հանդիպում ենք ում։ Այդ երկրի կինոյի տղային։ Գեմորի որդի Սուքեմին։ Դե թող նա այն քարտաշ, ասենք վաղոյի տղուն հանդիպեր։ Ինչու չհանդիպեց։ Գիտես չարը գիտի ում առաջարկի։ Այդ երկրի Սիմպոյին առաջարկի։ Բրեդ Պիտներին առաջարկի։ Հա։ Գիտես մի փոքր արի բարձրանանք դեպի տարեսներին, թողենք երիտասարդներին։ Մի փոքր բարձրանանք։ Գնամ տենամ հարևանս ինչ հա անում։ Մի աշկով, այս երկրի, լավ ես միշտ եկեղեցում եմ ծառայության մեջ եմ, ավակների ծառայությունա, չգիտեմ աղոթքի ծառայությունա, գիրակտորյա ծառայությունա, մատ չգնամ տեսնեմ հարևանս ինչով է զբաղվում։ Կոֆեի շուրջ նստենք։ Եվ մենք տնաշենից դառնում ենք տնաքանդը։ Մենք կանչված չենք մարդկանց տները քանդելու, մենք կանչված ենք մարդկանց տները կառուցելու, հա? Եվ այսպես մենք կարող ենք մտնել եւ գիտես ձինան ասես գնամ տեսնեմ այս երկրի աղջիկները ինչով է զբաղված։ Տղամարդիկ իշտեմ տեսնեմ բակի բիսետկում ինչով է։ Ինչ են խոսում, ինչ է լինելու այս մեր երկրի հալը։ Եվ մենք սկսում ենք խառնվել, հասկանում ես ինչպես կաթիլ։ Եթե Տերը որոշել է, որ մենք լինենք առանձնացված ժողովուրդ, մենք պիտի լինենք առանձնացված ժողովուրդ։ Եվ մենք պիտի ազդենք մարդկանց վրա, ոչ թե մարդիկ ազդեն մեր վրա։ Ասա ամեն սրան։ Արի շարունակենք, տեսնենք ինչ է կատարվելու։ 34-րդ գլուխ 8-ից 10 խոսքերը։ Եմորը խոսեց նրանց հետ եւ ասեց. Իմ որդի Սուքեմի սիրտը կպելա ձեր աղջկան։ Նորմալ է, սիրահարվել է, կարա լինի աշխարհից մի լավ աղբեր, սիրարվի մեր քույրին։ Եղբայրը չէ։ Մի լավ աղբեր է ինքը։ Կպելա սիրտը։ Այնն էլ գիտես ով է, այդ երկրի իշխանի որդին է։ Արքայազն։ Ու ինչ ասում։ Խնդրեմ աղջկան տվեք նրան կնության ու խնամություն արեք մեզ հետ։ Կարծես թե վատ առաջարկ չի։ Նորմալ լավ առաջարկ է։ Այն որ ասում է կպելա։ Այն որ ասում են, հա բայց սրանից է լավ թեկնածու։ Բայց գիտես որ նա հարցը։ Այստեղ միայն ձինայի հարցը չէր սիրներս։ Որովհետև եթե ձինան համաձայներ ու գնար, նա կամուրջ էր պատրաստելու երկու ազգերի միջև։ Գիտես ես մեր երիտասարդներին ինչ եմ ասում եմ թանկագինս, սիրելի երիտասարդ, նամանավանդ քույրեր, որ ձեզ լավ առաջարկ են անում, լավ է, այն որ քեզ տեսնում են, նկատում են, նորմալ է։ Որտեղ սիրուն, գեղեցիկ, եկեղեցու մեծացած երեխա ես։
համեստ, պարկեշտ, մաքուր, սուրբ։ Որ քեզ նկատում են աշխարհից, դա շատ նորմալ է, շատ ժամանակ աշխարհը կգա ու կտեսնի տանելու համար։ Ինչպես ասում եմ, շատ սիրելի հովիվ Արտուրը, մարդիկ սիրում են մեղրը, բայց չեն սիրում մեղուին։ Մեղուին սպանում են, մեղրը ուտում են։ Գիտես, մենք աշխարհը սիրում է եկեղեցու արտադրանքը մեր երիտասարդներին։ Բայց գիտես, ուշադիր եղիր, որովհետև եթե գնաց Սիրուշը, նա կամուրջ է պատրաստում։ Վարդուշը կասի Սիրուշը գնաց, ես խի չպիտի գնամ։ Եվ այդպես հերթով Սուսանիկն էլ կգնա, Էլեները կգնան, Սյուզիները կգնան։ Դա համար պիտի կանխվեր մի ազգի կործանում, ձուլվելու կործանում։ Այստեղ հասկանում ես միայն ձինայի հարցը չէր։ Այստեղ կաթիլ կարար գար եւ ձուլում մտներ ազգի մեջ։ Հետո ասում է, ձեր աղջիկներին մեզ տվեք, տես, սկզբից ձինային, կամուրջը կապվեց, խնամություն արեցինք, հետո առաջարկը մեծանում է, ձեր աղջիկներին մեզ տվեք, մեր աղջիկներին ձեզ վերցրեք։ Ինչու ոչ։ Ինչ վատ առաջարկ է։ Բիզնես առաջարկ է անում։ Բնակվեք մեր հետ եւ այս երկիրը ձեր առաջ բաց է։ Բնակվեք, առևտուր արեք եւ կալվածներ ձեռք բերեք նրա մեջ։ Փայլուն առաջարկ։ Կարծես թե։ Սկզբից ձինային տվեք, հետո ձեր աղջիկներին տվեք, կամուրջը կապվեց, չէ՞ ձինայով։ Վերջ, աղջիկները կգան։ Սիրելիս, մի կաթիլ ունենք այնպիսի զորություն, որտեղից է սկսվում։ Ձինան մի օր որոշեց գնամ տեսնեմ այս երկրի աղջիկները ինչով են զբաղվում։ Նա գնում էր աղջիկներին տեսնելու, բայց արյունտես նա տղային տեսավ։ Եվ տղան նրան տեսավ։ Գիտես, կա գայթակղություն, որ մենք այս որ ասում է ձգնիկ լողտու լողարա, դրսի որսը թողարա, իջի ջերի հատակը, միջև կանցնի վտանգը։ Գիտես, ձգնիկը նա որդն էր ուլ տալիս, բայց արյունտես կարթը մնաց կոկորդը։ Վախ չլսեց ձգնիկը, չլսեց բկրիկը։ Ով կուլ տվեց նա որդը, ինչը մնաց կոկորդը, կարթը մնաց, թե որդը մնաց կոկորդը, բայց նա որդն է չէ կուլ տալիս։ Գիտես, կա գայթակղություն մեկ մոտենալ այս աշխարհի այդ փայլուն բաները կծենք, կծոտենք, համտեսենք, իջնենք տեսնենք ինչով են զբաղվում այս աշխարհի աղջիկները, բայց արյունտես խայծ է պատրաստված թշնամու կողմից։ Ամեն։ Տասնչորս 16 խոսքերը 34-րդ գլուխ։ Եվ ասացին նրանց. մենք չենք կարող այս բանն անել, մեր քրոջը տալ մի մարդու, որ անթլպատ է, լավ որոշում է, փառք Աստծուն, հալելույա, որովհետև դա անպատվություն է մեզ համար։ Մենք ձեզ հետ կհամաձայնենք միայն այն պատճառով, որ դուք լինեք մեզ նման։ Հաճախ այնքան հաճախ է լինում, որ նայում ես, ասում ես, հարց են տալի, դու հավատացել ես, ասում ես, հա, բայց անմիջապես բայց ձեր նման ենք։ Հավատացնենք, բայց այնիշ որ մենք տարբեր ենք։ Մենք էլ ձեր նման լավ ենք ապրում, սենց ամեն ինչից օգտվում բան։ Երկու հատ կարաս լավ բառեր օգտագործես, կիսա ժարգոնոտ, որ ապացուցես, որ դու կտսրած չես։ Սիրելիս գրված է, որ դուք լինեք մեզ նման, ոչ թե մենք լինենք աշխարհի նման, աշխարհը պիտի կամենա մեզ նմանվել։ Այնքան մենք պիտի ուժեղ լինենք, մեր դիրքի մեջ կանգնած, ով ուզում ես եղիր, լինես աշակերտ, ուսանող, չգիտեմ, հաստուղ, ով ուզում ես եղիր բժիշկ, այնպես արա, որ մարդիկ փափագեն քեզ նմանվել։ Իսկ դու ում? Քրիստոսին։ Պողոս առաքյալ ասեց, ինձ նմանվեք, եւ այդտեղ վերջակետ դրված չի։ Ինձ նմանվեք, ինչպես որ ես Քրիստոսին, եթե դու նմանվում ես Քրիստոսին, եթե դու քայլում ես նրա հետ, եթե դու նրա հետ շփում ունես, եթե դու նման ես Քրիստոսին, համարձակ կանգնի ասա, ինձ նմանվեք։ Որովհետև դու Քրիստոսին ես նման։ Փառք Հիսուսին։ Գիտես, ես մեկ անգամ այս այտայություն արեցի, երբ որ դեռ աշխատում էի, փոքր բիզնես ունեի, եւ այնտեղ
մի փոքր հալածանք սկսվեց, թերթերը գրեցին, կայքերում գնում էին կյանքի խոսք բանես կոմենկոմ, եւ ես մեկ անգամ կանգնեցի եւ այնտեղ մոտավոր 50 մարդ կար, ասեցի լսեք ինձ, մի լսեք լրատվամիջոցներին, ինձանով չափեք կյանքի խոսքը։ Մեկ էլ շրջվեցի, տեսա մի 50 մարդ ինձ անայում։ Ասի սա արդեն լուրջ է։ Ես հիմա այնքան ավելի պիտի զգուշ լինեմ իմ ապրածին, իմ խոսացածին, իմ նայածին, եւ դրանից հետո սկսվեց, երբ որ մի կիսամեր գեղեցիկ աղջիկ էր անցնում, տղաները չէին նայում աղջկայի տևից, գիտես ում են նայում, թե հրայրը կնայի այդ աղջկան, թե չի նայի։ Գիտես քանի անգամ են բռնացրել այդ հայացքները, այդ աղջիկը անցնում է, տղաները հերոյի աշկերի մեջ են նայում, կնայի թե չի նայի։ Գիտես շատ կարևոր է թե դու քո կյանքի ինչպես ես ապրում եւ ում ես նմանվում։ Փառք Հիսուսին գրված է, որ դուք լինեք մեզ նման, որ ձեր ամեն արուն թլպատվի։ Այն ժամանակ ձեր աղջիկներին կտակ, ձեր աղջիկները կտակ, մենք ձեր աղջիկները կտանք ձեր աղջիկներին կառնենք մեզ եւ այդպես կբնակվենք եւ մեկ ժողովուրդ կլինենք։ Տղաների որոշումներ, տղաների առաջարկներ սա եղբայրների։ Այլ խոսքերով դուք պիտի մեզ նմանվեք, այլ ոչ թե մենք ձեզ։ Սա մեր նահապետների, մեր հայրերի առաջարկներ, խոսքներ։ Այլ խոսքերով ինչ գործ ունի լույսը խավարի հետ, բնավ գործ չունի։ Եվ գիտես ամբողջ ժողովուրդը թլպատվում արագ անցնեմ, որովհետև սա չի մեր այսօրվա նյութը։ Արագ անցնեմ, ամբողջ ժողովուրդը թլպատվում է 25-26 խոսքը, երրորդ օրը, երբ որ նրանք ցավերի մեջ էին թլպատության պատճառով, հարձակվեցին եղբայրներից երկուսը եւ ամբողջ ազգի տղամարդկանց սրի քաշեցին եւ սպանեցին։ Ու գիտես, որն է հետաքրքիր, որ մի ամբողջ ազգ սրի քաշվեց, որտեղից սա սկսվեց, Ձինան մտածեց գնամ տեսնեմ, գնամ նայեմ տեսնեմ, ինչ են անում այս երկրի աղջիկները։ Կաթիլ, տես կաթիլը, երբ որ կաթիլի դիմացը, կաթոցի դիմացը մենք չենք առնում, վերջնակ հաշվարկում տեսնում ենք, որ մի ամբողջ ազգ կործանվում է։ Տղամարդիկ սրի են քաշվում, իրենց համար հանգիստ ապրում են այդ մարդիկ։ Որտեղից սկսվեց մի նայելուց, լավ նայելուց չէ, մի մտքից, սկզբից միտք եկավ, գնամ տեսնեմ, գնաց ու տեսավ։ Խոսքնելա չէ պատվիրում, չարին տեղ մի տվեք, Փառք Հիսուսին։ Արի գնանք դատավորած գիրք, եւ սա է լինելու այսօրվա մեր հիմնական քարոզի նյութը։ Ով գիտի Սամսոնի մասին։ Մենք լսել ենք, չէ, Սամսոնի մասին, ով չգիտի, դա դատավորածն էր, մի որոշ ժամանակ դատավոր էր Իսրայել ժողովրդի, եւ դատավորած գիրք 13-րդ գլուխ 3-ից 5 խոսքերը, տեսեք ինչ է կատարվում, Տիրոջ հեշտակը գալիս է մի ամուլ կնոջ եւ նրան ասում է, ահա դու պիտի հղանաս, հիմա ամուլ ես չես ծնում, բայց պիտի հղանաս, մի որդի ծնես, հիմա զգուշ եղիր, որ գինի կամ օղի չխմես եւ ոչ մի անմաքուր բան չուտես, որովհետեւ ահա դու պիտի հղիանաս եւ մի որդի ծնես եւ նրա գլխին պիտի ածելի մոտ չգա, քանի որ այդ տղան մոր արգանդից Աստծուն անծայված պիտի լինի եւ նա սկսելու է Իսրայելին ազատել փղշտացիների ձեռքից։ Ահա մի շատ լավ օրինակ, երբ հղիանում ես երկնքով։ Երբ որ մեկը հղիանում է երկնքով, ուրեմն անելիք ունես այստեղ, քեզ պահելու բան կա։ Դու քեզ պիտի պահես շատ բաներից։ Ու ներսով պիտի սկսես զգուշանալ։ Կին էր, ով որ զավակ չէր ծնում, եւ նա խոսք ունեցավ Աստծուց, դու պիտի հղիանաս։ Արի բերենք մեր օրեր, երբ որ մենք հղիանում ենք երկնքով, բաներ կա, մեզ պիտի զրկենք դրանից։ Ամեն։ Կինը գնում պատում է իր ամուսնուն, ու ամուսնուն ասում է, ես կգամ կլսեմ, տեսնեմ, ինչ ասում հեշտակը 12-14 խոսքերը, երբ քո խոսքերը կատարվեն, ամուսին արդեն ասում, ինչպես վարվենք այդ տղայի հետ, ինչ պետք է անել, այնքան կարևոր է, որ հոգ տանենք այն պարգևի մասին, որով մենք հղիացած ենք։ Պարգևա, չէ, որդին զավակ է։ Եվ գալիս ասում է, լավ ես ասում, երբ որ այդ ինչ անենք, ինչպես վարվենք այդ տղայի հետ։ Շատ կարևոր է, որ մենք հասկանանք այդ պարգևը, որ մենք ունենք Աստծուց։ Կան այստեղ մարդիկ, որ պարգև ունեն Աստծուց։
Ես կուզենամ եկեղեցու 100%-ի ձեռքերը տեսնել։ Մենք բոլորս ունենք պարգև Աստծուց, ստացած։ Եվ եթե ունես եւ դու հաստատ ունես, դու պիտի հարցնես Աստծուն, իսկ ինչ անեմ այդ պարգևով։ Լավ, դու ինձ տվել ես հրաշալի պարգև, տաղանդ, լավ ես լավ ձայնային տվյալներ ունեմ, ինչ անեմ դրանով։ Եվ Տերը պիտի ասի, թե դու ինչ անես դրանով։ Մենք չպիտի վարվենք այնպես, ինչպես մենք ենք կամենում, այլ ինչպես որ Տերն է ուզում։ Գիտես քանի ու քանիսն են հրաշալի սկսել, բայց գիտես քանի ու քանիսն են շատ վատ ավարտ ունեցել։ Երբ որ Էլվիս Պրեսլին նա Գրեմի մրցանակի էր գնացել, նա գիտես որ երգներ երգում, Գրեմին դա աշխարհիկ մրցանակ է, բայց նա երգում էր մի երգ կա է, երբ իմ հոգին երգում է քեզ Աստված, ինչ մեծ ես դու, այդ երգն է երգում, եւ նա Գրեմի շահեց, եւ եկեղեցին աղոթում էր նրա համար, բայց նա ինչպես վերջացրեց իր կյանքը, խայտառակ մահով, նա ուներ հրաշալի տաղանդ, պարգև, ու քանիսը կան այդպես, լավ սկիզբ են ունեցել, ու տեսեք, Տիրոջ հրեշտակը Մանուեին ասաց, թող կինս զգուշանա իմ ասած ամեն բանից, որդից դուրս եկած ոչ մի բան չուտի, գինի եւ օղի չխմի, ոչ մի անմաքուր բան չուտի եւ իմ պատվիրած ամեն բանը պահի, որն է հետաքրքիր, հայրը հարց է տալիս երեխայի համար, երեխան, պարգևի ինչ անեմ, ինչ անենք, երբ որ ծնվի, հրեշտակը խոսում է կրողի մասին, լավ, քանի որ դու հղիացած ես, ով որ հղիացած է, նա պիտի զգուշ լինի, հələ որ միջև որ կծնվի այդ պարգևը, երբ որ դու կրում ես մի բան, հղիացած ես մի բանով, դու քեզանով պիտի զբաղվես, զգուշ լինես, որ անմաքուր մի բանի չկպնես, ամեն, եւ երեխայի ծնողներ արագ անցնեմ, կամենում են հյուրասիրել հրեշտակին, հրեշտակ ասում այն ինչ որ դու պիտի ինձ հյուրասիրես, Զոհար ավելավա, 20-րդ խոսքը հրեշտակը այդ զոհի միջոցով, ամպի միջոցով բարձրանում է երկինք, այսպիսով ծնվում է Սամսոնը, Տերը նրա հետ էր, օրհնում էր նրա կյանքը եւ 14-րդ գլուխ առաջի խոսք, եւ Սամսոնը իջավ Թամնաթա, եւ Թամնաթայում փշտացների աղջիկներից մի կին տեսավ, նորից տեսնել, հիշիր, սելի ուխտավոր, Թամնաթա իջնում են, այլ ոչ թե բարձրանում, գրված է, երբ որ նա իջավ Թամնաթա, գրված է Երուսաղեմ բարձրանալ, ոչ թե Երուսաղեմ իջնել, Երուսաղեմ բարձրանում են, իսկ Թամնաթա իջնում են, դա իջացնող ճանապարհը, դա նվաստացնող ճանապարհը, Սամսոնի կյանքը կաթիլ մենք կտեսնենք ինչպես է կործանվում, երբ որ նա սկսում է իջնել եւ նա մի կին տեսավ ու սկսվեց կաթիլ ու տեսնենք թե այդ կաթոցի դեմը չառնելը ուր է տանում Սամսոնին եւ Սամսոնը ուներ Տիրոջից կոնկրետ կոչում լինել ու մնալ ուխտավոր չդիպչել անմաքուր ոչ մի բանին եւ ոչնչին ամեն Սա Տիրոջից եկած պատվեր էր Սամսոնին եւ 14-րդ գլուխ 5-6 խոսքերը եւ Սամսոնը իր հոր եւ մոր հետ Թամնաթա իջավ եկան միջև Թամնաթայի այգիները եւ ահա մի արյուծի կորյուն մռնչալով ելավ նրա դեմ Տիրոջ հոգին իջավ Սամսոնի վրա եւ նա պատրեց նրան ինչպես մի ուլ կպատրեն եւ ձեռքին ոչ մի բան չկար եւ իր հորն ու մորը չպատմեց թե ինչ էր արել ողջունելի է գլուխ գովան չէ շատ լավ է սա նա է երբ որ կյանքումդ գործում է Տիրոջ հոգու պարգևը որ դու վերցնում ես սա զորության պարգևն է ու պատրում ես այդ արյուծի կոյունին շարունակենք 7-9 խոսքերը եւ իջավ այն կնոջ հետ խոսեց եւ կինը հաճելի էր Սամսոնի աչքերին երբ որ մի բան հաճելի է նայում ես ինչով խաբվեց Եվան տեսա որ պտուղը լավ է, հա, հաճելի է աշկերին եւ փափագելի է մարմնին, առավ ու կերավ, ու մեղքը մտավ, ու կործանեց նրան։ Սկզբից գալիս է այդ գայթակղությունը։ Գիտես 3 զենքեր կան, որ սատանեն հաջողվել է միշտ. աշկի ցանկություն, մարմնի ցանկություն եւ այս կյանքի ամբարտավանություն, որը այս հորից չի։
որ կին հաճելի էր Սամսոնի աչքին։ Մի ժամանակ հետո, երբ եկավ այդ կնոջ առնելու առյուծի դիակը տեսնելու համար ծռվեց ճանապարհից եւ ահա առյուծի մի դիակի մեջ մեղուների մի պարկ մեղր կար, նա մեղրն իր ձեռքն առավ եւ ուտելով գնում էր, գնաց իր հոր ու մոր մոտ եւ նրանց էլ տվեց, նրանք կերան, բայց նրանց չասաց, թե մեղրը հանել էր առյուծի դիակից։ Լավ պատրել ես, արդյոք կարիք կար գնալ, ծռվել ճանապարհից, որ ասում է բզբզալ։ Մի բան էլ, հետո ինչ որ մեղր է, բայց այն մեռածի մեջից է, այն դիակի մեջից է։ Նա կանչված էր պիղծ բանի չկպնելու, նա կանչված էր չուտելու պիղծ բան։ Գիտես, որ դիակին կպնելը դա արդեն պիղծ է, պղծություն է։ Սիրելիներս, հետո ինչ որ մեղր է, ու շատերին ենք այդ մեղրը որտեղից ենք վերցնում։ Հետո ինչ որ քաղցր է, բայց այն դիակի մեջից է։ Ու այստեղ ես, ուշադիր ենք, թե այդ մեղրը որտեղից ենք առնում։ Մենք շատ պիտի զգուշանանք։ Ամեն զգուշությունից զգուշացիր, որ սրտից, այնտեղից գիտես կյանքի ելք այնտեղից է։ Մենք շատ պիտի զգուշանանք, որ այդ քաղցր բաները որտեղից ենք վերցնում եւ ուտում։ Ու գալիս արագ գնանք, մի հարսանեկան խնջույք է անում, մի խնջույք մի հանելուկ ասում այնտեղ, մարդիկ չեն կարողանում այդ հարսանիքի այդ քեֆչիները, այդ մարդիկ մասնակիցները այդ հանելուկը ասել եւ 15-17 խոսքերը 7-րդ օրը Սամսոնի կնոջն ասացին. «Մարդուդ խափիր, որ հանելուկը մեզ բացատրի, թե չէ գուցե քեզ էլ քո հոր տանն էլ կրակով այրենք»։ Սա նա է, երբ որ աշխարհը ներողություն բառից համար դոստուպ ունի քո կյանքի մեջ։ Աշխարհը հասանելիություն ունեցավ Սամսոնի կյանքի մեջ Սամսոնի կնոջ պատճառով։ Նրանք չկարողացան մոտենալ Սամսոնին, ինչպես կմոտենան կնոջ միջոցով։ Խափի ամուսնուտ։ Եվ գրված է մեզ կողոպտելու համար կանչեցիր եւ Սամսոնի կինը լաց եղավ նրա մոտ եւ ասաց. «Անպայման դու ինձ ատում ես եւ ինձ չես սիրում, դու իմ ժողովրդի որդիներին մի հանելուկ»։ Նա ասում է իմ ժողովրդի։ Ինչ ուզում է Սարա, այդ աղջիկը իր ժողովրդի դուստրն է։ Իր ժողովրդից դուրս եկած է եւ նա հավատարիմ է իր ժողովրդին։ Եվ նա ասաց նրան, ահա իմ հորն ու մորը չպատմեցի, քեզ պիտի պատմեմ, քեզ պիտի հայտնեմ։ Եվ նա իրենց խնջույքի 7 օրերին լաց եղավ նրա մոտ եւ նա 7-րդ օրը դրանց բացատրեց, որովհետեւ նեղություն էր տալիս իրեն, կինն էլ հանելուկը պատմեց իր ժողովրդի որդիներին։ Միևնույնն է, այդ կինը իր ժողովրդի մարդն էր։ Ամեն։ Արագ գնանք, մարդիկ այն հանելուկը բացատրեցին Սամսոնին։ Սամսոնը պարտվում ու գնում է 30 մարդ սպանում, որովհետև այն որ գրազեր եկել ինչի վրա գնում է ստիպված է 30 մարդկանց սպանում է եւ վերում է իր խոստացվածը վճարում։ Թողնում է իր կնոջ հեռանում մի որոշ ժամանակ հետո գալիս է իր կնոջ մոտ, արագ գնանք, իմանում է որ նրան նորից պսակել են, կնության են տվել։ Ու ինչ անում է, ասում է ներվային անում է, գնում 30 քանիս 300 աղվես բռնում, պոչերով իրար կապում, կրակադնում մեջտեղը ուղարկում է փղշտացիների արտերը այրելու, այդ պատմուտը որ ասում է սիլա есть ума не надо։ Շատ զորություն ուներ, շատ պարգև հրաշալի գործում էր, բայց սխալ ուղղությամբ էր գործում։ Փղշտացիները իմանում են սրա մասին ու զորք են հավաքում նրա դեմ, գալիս են Իսրայելի որդների մոտ, նրան ասում են, որ մենք կբերենք Սամսոնին ձեր մոտ, որ մեր մեջ կռիվ չլինի, ու տեսեք, ու կինոն սկսվում է 15-րդ գլուխ 12-13 խոսքերը։ Նրան ասացին. մենք իջել ենք, որ քեզ կապենք եւ փղշտացիների ձեռքը տանք։ Ովքեր են ասում։ Ասում են Իսրայելի եղբայրները։ Փղշտացիները գալիս են ասում են, գիտես, ձեր ծառայողը վնաս է տվել մեզ։
մեր արտերը այրելա։ Հանձնիր, որ մենք խնդիր չունենանք, չպատերազմենք։ Սրանք գալիս են իսրայելացիները Սամսոնի մոտ, ասում են Սամսոն, մենք իջել ենք, որ քեզ կապենք եւ փղշտացնենք ձեռքը տանք։ Եվ Սամսոնը նրանց ասաց. ինձ երթում տվեք, որ ինձ չեք սպանի։ Եթե սպանեն, գոնե նրանք թող սպանեն, հա։ Եվ նրանք խոսեցին նրա հետ, ասելով. ոչ, քեզ միայն կկապենք ու նրանց ձեռքը կտանք եւ քեզ բնավ չենք սպանի։ Եվ նրան երկու նոր չվանով կապեցին։ Հիշեք այս թիվը, խնդրում եմ։ Երկու նոր չվանով կապեցին եւ դուրս հանեցին ապարաժից։ Սկզբից կապեցին ու հետո հանձնեցին։ Ու տեսեք, կաթիլ Սամսոնը սկսվում է կործանվել։ Սամսոնը պատրում է այս կապերը եւ մի եշի ծնոտ գտնում եւ գնում ու մի մեծ ջարդա կազմակերպում փղշտացների մեջ։ 16-րդ գլուխ, առաջի 3 խոսքերը։ Սամսոնը գնաց Գազա եւ այնտեղ մի պոռնիկին տեսավ ու նրա մոտ մտավ։ Գազացիները ասացին, թե Սամսոնը եկել է այստեղ եւ փղշտացիներին ու ամբողջ եւ պաշարեցին ու ամբողջ գիշեր նրան դարանակալեցին քաղաքի դռան մոտ։ Ամբողջ գիշեր լռեցին ու ասացին. առավոտը կանուխ սպանենք նրան։ Իսկ Սամսոնը միջև կեսգիշերը գնաց եւ կեսգիշերին վեր կացավ ու քաղաքի դռան փեղկերը երկու շեմերով բռնեց, իրենց նիգերի հետ մեկտեղ հանեց եւ դրանք վերցնելով ուսերի վրա տարավ Քեբրոնի դիմացի Սարի գլուխը։ Սա նա է եւ անկանոն շարժումները անում ծառայողը, երբ որ հզոր պարգև ունի։ Գիտես ինչ է նշանակում քաղաքի դարպասներ իրենց նիգերով հանել։ Սա հզոր մի կառույց էր։ Քաղաքը այնքանով էր ուժեղ, ինչքանով որ ուներ ուժեղ դարպասներ։ Գիտես ինչ է նշանակում նիգերով հանդերձ հանել ու տանել։ Ուր դիմացի Սարի ամենաբարձր տեղը։ Զորություն ուներ, չէ՞։ Գիտես ումից էր, Տիրոջից էր։ Գիտես ինչու ուխտի արդյունք էր։ Գիտես ինչու, որովհետև նրա մայրը սրկանքներ էր կրել նրա պատճառով։ Միջև այս ինչ որ արել էր Սամսոնը, տակից դուրս էր եկել։ Գիտես ինչի արդյունքում, ինչի հաշվին, ուխտի հաշվին։ Բայց հիմա մենք կտեսնենք հետագայում ինչպես կաթիլ Սամսոնի կյանքը սկսվում է կործանվել։ 4-րդ խոսք, դրանից հետո մի կին սիրեց, նրա անունը Դալիլա էր։ Ահա, թանկագիններս, կինոն սկսվում է։ Կապեք ձեր ամրագոտիները, մենք թռնում ենք։ Գիտես ինչու, որովհետև միջև այդ Սամսոնը խաղում էր, ֆլիրտ էր անում, բայց հիմա արդեն լուրջ է, գիտես ինչու, նա սիրեց։ Երբ որ սիրում ես, սիրտդ նվիրվում է։ Երբ որ սիրում ես, նվիրվում ես։ Նա արդեն նվիրվեց, նա արդեն սիրեց։ 5-րդ խոսք։ Փղշտացիների նախարարները գնացին այդ կնոջ մոտ։ Եթե միջև այդ փղշտացիների մարկանցից էին գնում այն առաջի կնոջ մոտ, հիմա արդեն նախարարներն են գնում։ Սա գիտես ինչի մասին է խոսում։ Դիվային աշխարհում էլ կա դասակարգում։ Դևիկներ, լևեր, հետո կամաց մեծանում է։ Սկզբից դու կռիվ ես տալիս, դու հաղթում ես դևիկներին, փոքրերին, դու հաղթում ես։ Հետո կամաց գիտես, դու զգում ես, որ պայքարդ ինչ որ թեժանում է։ Դու զգում ես, որ ինչ որ արդեն դժվարությամբ ես հաղթում, ինչու։ Ու շատերին հաղթեցիր, այնտեղ էլ կա դասակարգում եւ ավելի ուժեղ դևեր են գալիս, որ փորձում են քեզ տապալել։ Գրված է փղշտացիների նախարարները գնացին այդ կնոջ մոտ, ոչ թե հասարակ ժողովրդից, այլ արդեն պայքարը թեժանում է։ Ու ասում է, առաջարկում են նրան խափիր եւ տես, թե ինչում է նրա մեծ զորությունը, թե ինչով կարող ենք նրան հաղթել, որպեսզի նրան հաղթենք։ Ռուսենով ասում է կապենք եւ տկարացնենք։ Ոչ ոք չի կարող զորավորին կողոպտել, եթե նախ նրան չկապել, սա Տիրոջ խոսքերն է։ Որպեսզի զորավորին կողոպտեն, նրան կապել է պետք սկզբից։ Եվ այստեղ ասում են գնա Դալիլա իմացիր, ինչով մենք նրան կարող ենք կապել, որպեսզի տկարացնենք։ Եվ մենք ամեն մեկս քեզ 1100 արծաթ կտանք։ Հարց, եթե Սամսոնի կինը լիներ իսրայելացի, այդ երկրի նախարարները հասանելիություն կունենային Սամսոնին, ոչ։ Ինչպես հասանելիություն ունեցան այդ երկրի աղջիկներ։ Եվ հարազատ
եւ հնազանդ, հարազատ եւ սրտացավ իր ժողովրդի համար։ 6-րդ խոսքերը եւ Դալիլան Սամսոնին ասաց. աղաչում եմ հայտիր ինձ, թե քո մեծ զորությունը ինչումն է եւ քեզ տկարացնելու համար ինչով պետք է կապել բառը կա եւ ինչով պետք է կապել։ Սամսոն նրան ասաց. եթե ինձ կապեն 7 հատ չչորացած դալալ ջիլերով, եթե այն առաջի դեպքում երկուսն էր, 2 նոր չվաներ էր, հիմա արդեն ստավկեն բարսանում է 7 կտկարանամ եւ կդառնամ մարկանցից մեկի պես։ Եթե անցյալում նա կապվեց 2 նոր չվանով, հիմա արդեն նա սկսում է կամաց բարձրացնել։ Գիտես, մեղքն էլ այդպես կամաց մտնում մարդու կյանքի մեջ։ Սկզբից մտածում ենք, հետո նայում ենք, սկզբից կա գայթակղություն, միայն մտածես, դու մտածում ես, պայքարում ես, կռվում ես մտքի դեմ, արմատախիլ ես անում, հաղթում ես, հալելույա։ Հետո նորորա սկսվում, էլի միտքա գալիս, էլի եթե դու այդ մտքին թողնես, գիտես զարգանա, գիտես ինքը խմորիչի պես սկսելու է մեծանալ, շատանալ, գրավել, եթե դու նրա հարցերը չլուծես, դու կասես գնա մի աշխով տեսնեմ ինչա կատարվում։ Այսպեսի մի ստատիստիկա լսեցի, ասում է, երբ որ եկեղեցու քույրիկը եւ եղբայրիկը իրար հավանում են եւ դուրս են գալիս, ասենք շփվելու, սկզբից կա գայթակղություն, միայն թաթիկը բռնեմ ինձ հերիքա։ Նա կպնեմ ինձ, այ սենց հա։ Կա գայթակղություն հպվելու։ Դա նորմալ է, հպումը դա սիրո լեզուներից մեկն է, դա նորմալ է։ Ամուսների միջև։ Եվ երբ որ թաթիկը բռնեցիր, այդ գայթակղությունը անցար, հաղթարեցիր, հաջորդ անգամ արդեն դա քեզ քիչ է։ Հաջորդ անգամ արդեն բա որ թուշիկը չպաչեմ։ Դա էլ հաղթարեցիր, արդեն գիտես ուրիշ բաներ է գալիս, ուրիշ ցանկություն է գալիս։ Ցանկությունը հղանալով ծնում է մեղքը, գործած մեղքը մահ։ Միակ աբորտը, որ Աստված թույլ է տալիս, դա մտքի աբորտն է։ Մենք պիտի վերցնենք եւ արմատախիլ անենք մեզանից։ Եթե սկզբից 2 չվաներ, գայթակղություն կար այդ 2 չվանը, պատռեց, ստացվեց, հաղթարեց, աղոթքով լինում է գնում ես մեղքի մեջ, դες մեղքի կա մեղքա պուջուր մեղքա, հաղթարում ես, անցնում ես, ու տեսա որ անցար, հաղթեցիր, հետո հաջորդը մի քիչ ավելի է ուժեղանում, արդեն 7 դալալ ճուղա։ 7-ն հասկանում ես, արդեն կամաց դու ես ավելացնում դա, մարդն էլ ավելացնում դա, այս մեկ հաղթարեցի, այն մեկ ինչա չհաղթարեմ։ Սիրելիս կաթիլ, եթե մենք կաթոցի դեմը չառնենք, կտեսնենք հիմա ուրա գնալու Սամսոնը։ Եվ նրա մոտ 9-րդ խոսք, եւ նրա մոտ ներքին սենյակում դրանակալել էին ու նստել։ Սիրելիս ներքին սենյակում գեր ուշադիր եղիր քո ներքին սենյակից։ Գեր ուշադիր եղիր քո ծածուկ սենյակում ովքեր են կամ ով է։ Քո ծածուկ սենյակում միայն պիտի լինես դու եւ Տերը եւ ուրիշ ոչ ոք։ Գեր ուշադիր պիտի լինես։ Գրված է որ եւ նրա մոտ ներքին սենյակում դրանակալել էին։ Նստել։ Հետո շարունակում է։ Եվ կինը նրան ասաց. Սամսոն, փղշտացները գալիս են քեզ վրա, ոչ թե մեզ վրա։ Չկար միաբանություն, որովհետև նա իր ժողովրդի աղջիկն էր։ Գալիս են քեզ վրա, այն ժամանակ նա ջլերը կտրտեց, ինչպես կկտրտեն կրակի հոտ առած, մի խոսքով վառված պարանը։ Հիշում եք նրա զորությունը որտեղ էր։ Մազերի մեջ էր։ Նա սկզբից ասում է ձեռքերս կապեք։ Ու տեսեք։ Դալիլան սկսում աղաչել 13-րդ խոսք։ Եվ Դալիլան ասաց Սամսոնին. «Մինչև հիմա ինձ խաբեցիր եւ ինձ սուտ ասացիր, ասա ինձ թե ինչով կկապվես»։ Եվ նա ասաց նրան. «Եթե գլխիս 7 բաժին մազերը հենքի թելերով հյուսես
Եթե նա սկզբից ձեռների մասներ խոսում, նա կամաց կաթիլ մոտեցավ արդեն իր զորությանը։ Իր զորությունը իր մազերի մեջ էր։ Ոչ թե հենց մազերը, հենց ուխտի միջոցով մազերի մեջ էր։ Եվ նա արդեն ասում է ոչ թե կտրես, այլ հյուսես, խաղում է, զայգրով է հետ, ֆլիրտ անում։ Հա, կարծես ասենց մեղքի հետ, ուխտի հետ։ Այստեղ կան ուխտավորներ, հա։ Եկեղեցու 40% ուխտավոր է։ Այստեղ կան ուխտավորներ, կան մարդիկ, որ ջրով մկրտվել են։ Մենք բոլորս ուխտավոր ենք, մենք ջրով մկրտվել ենք եւ Տիրոջ հետ ուխտ ենք արել, որ Տեր ես քոնն եմ։ Մենք ուխտ ունենք Աստծո հետ, որ ես ինչ որ կամ քոնն եմ, քեզ եմ պատկանում, ես հրայրս մեռա եւ հարություն առա, որպեսզի քո համար ապրեմ։ Հա, մենք ուխտավոր ենք։ Բայց մենք իրավունք չունենք խաղանք։ Բացարձակ իրավունք չունենք խաղանք։ Այն ուխտի հետ, որ մենք արել ենք Տիրոջ հետ։ Տեսեք, քայլ առ քայլ, կաթիլ մոտեցավ իր զորությանը, գլխին, մազերին։ Սամսոնը սայլա պատռում։ 15:31 խոսքերը հիմա միասին կանցնենք եւ կավարտենք։ Այն ժամանակ Դալիլան նրան ասաց. Ինչպես ես ասում, թե քեզ սիրում եմ, քանի որ քո սիրտը ինձ հետ չէ։ Հիմա այս 3 անգամ, որ ինձ խաբեցիր եւ ինձ չասացիր, թե ինչումն է քո մեծ զորությունը, եւ որովհետեւ ամեն օր իր խոսքերով նրան նեղում էր եւ նրան բռնադատում էր, այն ժամանակ նրա սիրտը նեղվեց մաղվան աստիճան, ում սիրտը Սամսոնի երբեք չվստահես քո սրտին։ Խաբում այնքը։ Գրված ավը շատ է փչացած մարդու սիրտը։ Կրայնի սպորչինա։ Չվստահես, բկասես ում վստահեմ, ողջա մտությանդ։ Տիրոջ խոսքին մարդու սիրտը խաբում է միշտել։ Եվ Դալիլան սկսում է նեղել նրան, դու ինձ սիրում ես, բայց դու խաբում ես ամեն անգամ։ 17-րդ խոսք, նա իր սրտի մեջ եղած ամեն ինչ նրան հայտնեց ու ասեց. իմ գլխին ածելի չի դիպչել։ Երբ որ արդեն բացվում ես թշնամուտ առաջ, երբ որ դու բացվում ես մեղքի առաջ, միակը գիտես, ում առաջ մերկացավ Դավիթը, դա Տերն էր, երբ որ նա տապանակը բերում էր Դավթի քաղաք, նա գրված է մերկացել էր, ցատկում էր Տիրոջ առաջ, պար էր գալիս նրա առաջ։ Ես այնքան կարևոր է, որ միաբանություն լինի։ Միաբանություն լինի երկրպագության մեջ, որովհետև Դավթի կինն էլ մեղքողը ինչ էր անում, երբ որ Դավիթը ցատկում էր, պատուհանից հետևում էր։ Մեղքողը պարտավոր էր լինել իր ամուսնու կողքին, երբ որ նա ցատկում ու պարում էր Տիրոջ առաջ, որովհետև Տիրոջ տապանակն է գալիս Դավթի քաղաք։ Դալիլան, եթե Սամսոնի հետ չէր, նա իրավունք չուներ նրա կողքը լինել։ Նա թուլացնում էր, հասկանում ես, որտեղից սկսվեց։ Սամսոնը սկսեց սկզբից խաղալ, սկզբից սկսեց ֆլիրտ անել, սկզբից սկսեց իր զորությունը, իր ուժը փորձել, բայց հենց արդեն մոտեցավ գլխին, ուխտին, նա ամեն ինչ պատմեց արդեն, ինչպես որ կանա մերկացավ թշնամու առաջ։ Իմ գլխին ածելի չի դիպչել, որովհետև իմ մոր արգանդից ես Աստծո ուխտավոր եմ։ Եթե ածելվեմ, իմ ուժն ինձանից կգնա, ես կտկարանամ ու կդառնամ ամեն մի մարդու պես։ Կաթիլ եկավ հասավ սրան։ Դե թո առաջի օրը Սամսոնը պատմեց Դալիլային իր զորությունը։ Առաջի օրը չպատմեց։ Առաջի օրը նա հաղթող էր։ Առաջի օրը նա ուղակի խաղում էր։ Առաջի օրը գայթակղություն կար թաթիկը բռնելու, հետո թուշիկը պաչելու, հետո գրկելու։ Արդեն 5-րդ օրը գայթակղություն չէր թաթիկը բռնել, թուշը պաչել։ Կամաց է գալիս էլի եկեղեցի։ Գեր ու շադի լինենք, թե մենք մեր միտքը ում ենք տալիս, մենք մեր աչքերը ինչին ենք տալիս, գեր ու շադի լինենք, մեր սիրտը ում ենք տալիս, ում առաջ ենք բացում։ Եթե ինչ-որ մեկը կապում է քեզ եւ ուժասպառ անում, սխալում ես, մարդ ես ընտրել։ Այլ լավ շարունակենք։ Դալիլան նրան քնեցրեց իր ծնկների վրա եւ մի մարդ նրան կանչեց ու նրա գլխի 7 բաժին մազերը ածիլեր տվեց։
Ես եթե սկզբից այդ 7 բաժինը հյուսել էր, հիմա 7 բաժինը ացիրեց։ Զորությունը հեռանում է։ Եվ սկսեց նրան նեղել ու նրա ուժը գնացել էր իրենից։ Ու շադիր եղիր, թե ում ծնկների վրա ես քնում։ Գրված է, նա իր ծնկների վրա քնեցրեց։ Սիրելի եկեղեցի, ու շադիր եղիր, թե ում ծնկների վրա ես քնում։ Ինչ դիտելով ես քնում, ինչ խոսելով ես քնում, ինչ կարդալով ես քնում։ Եթե դու արթնանում ես ուժասպառ եղած, սխալ ծնկներ ես ընտրել, սիրելիս։ Մենք պետք է ուշադիր լինենք։ Գեր ուշադիր։ Եթե դու արթնանում ես կապված, ուժասպառ եղած, ասում են նեղում էր նրան, ճնշում էր։ Նեղված, ապա սխալ ծնկներ ես ընտրել։ 20-րդ խոսք։ Կին ասաց. Սամսոն, փղշտացները գալիս են քեզ վրա, եւ նա քնից զարթնելով ասաց. դուրս գամ եւ առաջվա պես անգամների պես թոթափեմ, բայց չգիտեր, որ Տերը գնացել էր իրենից։ Սարսափելի պատմություն։ Չի կարելի միշտ հուսալ Աստծո ողորմության վրա։ Նա էլ ունի համբերություն, նա էլ ունի համբերության բաժակ։ Չի կարելի միշտ հուսալ, որ Աստված ներող է եւ ներողամիտ է։ Այո, Աստված ներող է եւ ներողամիտ է, բայց նրա բաժակն է լցվել գիտի համբերության։ Եվ Սամսոն ասեց. առաջվա պես դուրս գամ, թոթափեմ, ես խնդրեմ, եթե կարելի է գաք նվագեք, առաջվա պես դուրս գամ, թոթափեմ, սպանեմ, ոչնչացնեմ, բայց նա չգիտեր, որ Տերը գնացել է։ Ինչու ուխտին է կպել արդեն։ Միշև այդ 7 մազերը ասում էր, գիտես ինչ հյուսի, նա էլ կտրեց, հիմա արդեն ասում է ածիլվեց։ Ահա թե ինչի կարող է բերել, երբ մարդը թույլ է տալիս այս կաթիլները իր կյանքի մեջ։ Ահա թե ինչի կարող է բերել նա, երբ որ մենք այդ կաթոցի դեմը չենք առնում։ Այն կարող է փոս փորել, ինչպես որ հիմա մեքենայի անիվը ընկավ այդ փոսի մեջ, որովհետև կաթոցի դեմը չէր առնվել։ Սա է բերում սիրելիս։ 21-րդ խոսք։ Փղշտացիները նրան բռնեցին, նրա աչքերը հանեցին եւ նրան տարան ցած գազա, կապեցին պղնձե կապերով եւ բանտում աղում էր։ Երբ ընկնում ես թշնամու ձեռքը, նա առաջինը հանում է քո աչքերը, գոհանում է Աստծուց եկած տեսիլքը եւ տալիս է սխալ տեսիլք։ Երբ որ քրիստոնյան ընկնում է Աստված մի արածցե իհարկե, ընկնում է չարի ձեռքը, նա առաջին աչքերն է հանում։ Ինչու՞։ Սա տեսիլք է, Տիրոջ տեսիլքը, որ դու տեսողություն չունենաս, հոգևոր տեսողություն, զրկում է։ Ինչու՞, որպեսզի իջացնի ցած գազա։ Եվ նա է սկսում արդեն առաջնորդել։ Նա գողանում է աչքերը, որ նա սկսի տանել, նա առաջնորդի։ Եվ գազան իջնում են թանկագինս։ Նվաստանում են այնտեղ հաղթանակ չկա։ Երբ որ ընկնում են թշնամու ձեռքը, Սամսոնները դրանք կապվում են թշնամու կողմից, գրված է կապեցին։ Եվ հերիք չի, որ նա բանտում էր, մի հատ էլ ստիպում էին աշխատել, որ քո ուժը քո դեմ աշխատի։ Ես դեռ 15 տարվա քրիստոնյա եմ, ես դեռ չեմ տեսել մեկին, ով որ ընկել է թշնամու ձեռքը եւ երջանիկ ա եղել։ Ես երբեք չեմ տեսել մարդու, ով որ հեռացել է հավատքից ու երջանիկ ա եղել։ Սկզբից միգուցե թվում է, որ որոշակի ճակերտավոր ազատություն ա գալի նրա կյանքի մեջ, բայց դա ճակերտավոր է, դա ազատություն չի։ Գիտես ինչպես որ այն որդին, որը գնաց իր հորը ասեց, հայր, այն ինչ որ իմն է, իմ բաժինն է, տվեք ինձ, դու ինձ։ Այն անառակ որդու պատմությունն է, մենք բոլորս գիտենք։ Հայրը տվեց, նա հեռացավ, ու գիտես որ նա հետաքրքիր, որոշ ժամանակ նա ապրում էր։ Կարծես թե ապրում էր, զվարճանում էր, ուժեղ էր, աշխարհը վերցնել գիտի։
Աշխարհը միշտ էլ գրկապած կընդունի, բայց հենց որ միջև վերջի կաթիլը մզի, այն դուրս է շպրտում։ Եվ նա հոժար էր խոզերի հետ միասին ուտեր, բայց չէր կարողանում։ Այնտեղ էլ նա բաժին չուներ։ Այսպես աշխարհը վերցնել գիտի, աշխարհը օգտվում է Դալիլան, գիտես, օգտվում է Դալիլան քննեցնում է, Դալիլան իմանում է, բայց հետո երբ որ ամբողջությամբ քեզ ուժասպառ անում, մազերդ կտրում է, ուխտի տակ կպնում, գիտես ինչա դու ընկնում ես թշնամու ձեռքը, բայց երբ որ մարդն ընկնում է թշնամու ձեռքը, երբ որ քրիստոնյան ընկնում է թշնամու ձեռքը, առաջինը ինչ անում, աշկերն է հանում, տեսիլքն է գողանում, Աստծուց եկած տեսիլքն է գողանում, կապում է եւ իջացնում է, տանում է գազա։ Մենք ուշադիր լինենք, թե մենք մեր միտքը ում ենք տալիս։ Եթե տալիս ենք թշնամուն, մենք ուժասպառ կլինենք։ Սիրելի եկեղեցի, սիրելի քույր, եղբայր, ես ուղղակի ուզում եմ քեզ այսօր զգուշացնել, եթե դու արթնանում ես ուժասպառ եղած, եթե դու արթնանում ես կապված, հոգնած, ուշադիր եղիր ում ծնկների վրա ես քնում, ֆիզիկականի մասին չեմ խոսում, հոգևորի մասին եմ խոսում, ուշադիր եղիր, թե գլուխդ ում վրա ես դնում։ Հովհաննեսը ընտրել էր Տիրոջ կրծքի վրա դնել գլուխը եւ քնել։ Եվ նա միշտ զորավոր էր։ Իսկ Սամսոնը ընտրեց Դալիլայի ծնկների վրա դնել իր գլուխը։ Մենք կանչված չենք մեր գլուխները դնենք Դալիլաների վրա, Դալիլաների ծնկների վրա եւ քնենք, այլ մենք կանչված ենք մեր գլուխները դնենք մեր Տիրոջ ծնկների վրա եւ այնտեղ հանգստանանք։ Ամեն, որովհետեւ գրված է. Բարձրալիի ծածկոցի տակ բնակվողը ամենակարողի շուքի տակ է հանգստանում, ոչ թե բարձրալիի ծածկոցի տակ հյուր եկող գնացողը, այլ բնակվողը։ Մենք կանչված ենք բնակվենք բարձրալիի ծածկոցի տակ։ Ամեն, այն նման մարդն ասում, ես կասեմ իմ Տիրոջը իմ ապավեն, իմ ամրոց, որի ես հուսացած եմ։ Փառք ամենակարող Հիսուսին։ Եվ տեսեք, ավարտենք, նրա գլխի մազն ացրելուց հետո սկսեց բուստել այդ մազը, փղշտացին նախարարները հավաքվեցին, որ իրենց Աստծուն Դագոնին մեծ զոհ մատուցեցին եւ ուրախանում էին եւ ասացին. մեր Աստվածը մեր թշնամի Սամսոնին մեր ձեռքը մատնեց եւ ժողովուրդը նրան տեսնելով գովեց իր Աստծուն, որովհետև ասաց. մեր Աստվածը, մեր թշնամուն, մեր երկիրը քանդողին, մեր ձեռքը, մեզանից շատերին սպանողին մեր ձեռքը մատնեց։ Եվ երբ որ նրանց սիրտ ուրախանում էր, ասացին. Սամսոնին կանչեք, որ parի մեր առաջ։ Սամսոնին կանչեցին բանտից եւ parում էր նրանց առաջ։ Հավատա, թշնամին կարողանում է ծաղրել եւ իջեցնել ամենացածր տեղը։ Կանչեք նրան, կանչեք թող parի, աշխարհը կարա վերցնի եւ գիտես այն աստիճան ծաղրի, որտեղ նա ատում է քեզ սիրելիս։ Այսօր իմ կոչն է, երբեք գլուխը չդնես Դալիլայի ծնկների վրա, երբեք չիջնես գազա, երբեք չպատմես քո թշնամուն քո թույլ տեղերը, երբեք սիրտը չբացես քո թշնամու առաջ։ Իմ բան էլ ասեմ, գիտես, գրված է հաղթողը կժառանգի։ Ում հաղթողին, հա? Դու քեզ ինքդ հաղթես, դու աշխարհը կհաղթես։ Իմ թշնամին առաջի իմ թշնամին դա ես եմ։ Իմ հպարտությունն է, իմ նախանձն է, իմ ատելությունն է։ Եթե ես դա հաղթեմ ու հաղթարեմ, ես աշխարհը կարող եմ հաղթել։ Ես չասեմ ինքս ինձ, ես պարտվեցի իմ նախանձի, իմ ատելությանը, իմ վախերին։ Հաղթիր ինքդ քեզ, որպեսզի չընկնես հանգարտ թշնամու ձեռքը, որպեսզի նա երբեք քո աչքերը չհանի, որպեսզի նա չասի, այս ամեն ինչ արեցինք, կերանք խմեցինք, հարբեցինք, հիմա արի parի մեր առաջ, ու գրված է նա parում էր նրանց առաջ։ Աշխարհը, գիտես, այս աշխարհը գիտի ինչպես ծաղրի հավատացյալներին, հավատուրած մարդկանց։ Դուք տեսեք, շարունակում է եւ նրան կանգնեցրին սյուների մեջտեղը, Սամսոն իր ձեռքը բռնող պատանուն ասաց. թույլ տուր ինձ, որ այս տունը կրող սյուները շոշափեմ եւ հենվեմ նրա վրա։ Տունը դիքն էր մարդկանցով, տղամարդիկ եւ կանայք եւ հոշտացների բոլոր նախարարներն այնտեղ էին եւ
տանիքի վրա մոտ 3000 տղամարդիկ ու կանայք կային, որոնք նայում էին Սամսոնի պարելուն, եւ Սամսոնն աղաղակեց Տիրոջն ու ասաց. Տեր, աղաղակում եմ, հիշիր ինձ, ով Աստված, եւ միայն այս անգամ էլ ինձ ուժ տուր, որ փշտացներին իմ երկու աշկերի վրեժն առնեմ միանգամից։ Եվ Սամսոնն այն տունը գրող միջին սյուները բռնեց, մեկն աջ ձեռքով, մյուսը ձախ ձեռքով եւ հենվեց նրանց վրա։ Եվ Սամսոնն ասաց. իմ անձն էլ թող մեռնի փշտացների հետ մեկտեղ։ Եվ գիտես, քանդեց այդ տունը, տանիքը քանդվեց եւ բոլոր փշտացներին այնտեղ սպանեց։ Գիտես, ահա շատ լավ օրինակ, թե ինչ է լինում, երբ ուխտավորները կաթոցների դեմը չեն կառնում։ Եվ տանիքը սկսում է կաթալ, դրված է, որ կաթոցը մարդուն դուրս է հանում տնից։ Երբ որ սկսում է տանիքը կաթալ, օրից մոր քեզ հունից հանելու է։ Քո ներսի տնից քեզ դուրս է հանելու։ Ահա մի շատ լավ հրաշալի օրինակ, թե ինչ է լինում, երբ որ մենք թույլ ենք տալիս այդ կաթոցին կաթալ շարունակաբար մեր կյանքի մեջ։ Որտեղի սկսվեց, սիրիս։ Սամսոնը ուխտավոր լինելով սկսեց խաղալ, դասեր չքաղելով։ Սիրելի ուխտավորներ, մենք ուխտ ունենք Տիրոջ հետ, որ նրան պիտի ծառայենք, նրան պիտի լինենք, նրան պիտի նվիրված լինենք, մեր ամբողջ հոգով, մտքով, սրտով եւ մեր ամբողջ զորությամբ նրան պիտի հետևենք։ Ամեն։ Իսկ խնդրեմ փառաբանության թիմը գա։ Դու մի բան վերցրեցիր այսօր։ Գիտես, եթե դու ամբողջի մեջ ֆիքսես սա, որ դու Տիրոջ ուխտավորն ես, եւ դու գիտես քո զորությունը, գիտես երբեք զինաթափ չլինես թշնամու առաջ։ Եթե զինաթափվել միայն Տիրոջ առաջ, եթե մերկանալ միայն Տիրոջ առաջ, եթե բացվել միայն Տիրոջ առաջ, եթե քնել, եթե հոգնել ես, քնիր Տիրոջ ծնկների վրա քնիր։ Հա, գլուխդ մի դիր Դալիլայի ծնկների վրա եւ ասա ինձ հանգստացրու։ Դու մի օր կարտանաս արդեն ուժասպար եղած, օծաթափ եղած։ Կարտանաս կտեսնես ուխտդ գնացել է, որովհետեւ գիտես դու սկսել ես խաղալ մեղքի հետ, բայց այդպես է նրա դեմը չես առել։ Ես խնդրեմ ենք ոտքի բարձրանանք, աղոթենք, եթե այսօր իմ խոսքը կպավ քո սրտին ու շադիր եղիր, գեր ու շադիր եղիր, ինչ ես նայում, ինչ ես խոսում, ում հետ ես ընկերացել, եթե ընկերացել ես այս աշխարհի հետ, իմացիր մի բան, հստակ բան եմ ասում քեզ Տիրոջ խոսքից, ով որ աշխարհը սիրի, Աստծուն թշնամի է։ Մի սիրիր աշխարհը, ոչ էլ այն ինչ որ այս աշխարհում է, իսկ ինչ է այս աշխարհում, աշկի ցանկություն, մարմնի ցանկություն եւ այս կյանքի ամբարտավանություն, որը հորից չի, այս աշխարհից է։ Հաղթիր աշխարհը։ Իսկ ո՞րն է այդ հաղթանակը, ասում է ձեր հավատքը։ Չկորցնես դա։ Ուժեղ եղիր Տիրոջ մեջ, թանկագինս։ Կաթոցի դեմը առ։ Եթե մի բան կաթում է, դեմը առ։ Եթե ինչ-որ մի միտք է գալի, հա սղոցում է, թուլացնում է քեզ, ուրեմն դրա դեմը առ, թե չէ օրերից մի օր տապ ալելույա։ Օրերից մի օր կարտանաս ուժասպառ եղած։ Ու կասես որտեղից, գիտես որտեղից։ Կաթոցի դեմը չես առել։ Գիտես որտեղից, Դալիլայի պես ասես գնամ տեսնեմ ինչ է կատարվում։ Գնամ տեսնեմ այս աշխարհի աշիկների ինչով են զբաղվում։ Գնաց, տեսավ եւ պարտվեց։ Իսկ մենք պիտի գնանք, տեսնենք Տիրոջը ու պարտվենք նրան, որպեսզի հաղթող լինենք։ Ամեն։ Աղոթենք Աստծուն։ Մենք մեր կյանքերը բերենք Աստծո առաջ ու ասենք Տեր, արի փակենք մեր աշկերը։ Իմ Սուրբ Աստված մենք քոնն ենք։ Տեր, շնորհակալ ենք քեզ քո հավիտենական խոսքերի համար։ Հիսուս աղոթում ենք իմ Սուրբ Աստված, ամեն Դալիլաների դեմ, այս աշխարհի աղջիկների դեմ, այդ ամենը խորհուրդ է Տեր իմ արքա, որը գրված է, ինչպես որ քո խոսքի մեջ դա գրվեց, որպեսզի մեզ դաստիարակ լինի, որպես օրինակ, Տեր, օգնիր որ մենք դաստիարակվենք, օգնիր որ մենք դասեր քաղենք եւ մենք չթուլանանք, Տեր։ Եվ քո անունը փառավորենք, Հիսուս։ Եվ այն ուխտը, որը մենք ունենք քո հետ, օգնիր այդ ուխտը մենք պահենք ուժեղ, ամուր, կայուն, նվիրված լինենք այդ ուխտին, որովհետև մենք Տիրոջ ուխտավորներն ենք։ Հալելույա, Տեր, փառք քեզ Հավիտյանս Հավիտենից, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի եւ եկեղեցին թող ասի ամեն։